Ընթերցումը Ղուկասի ավետարանից է գլուխ 16-րդ։ Եվ Հիսուս իր աշակերտներին ասաց. մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ, եւ նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը կանչեց նրան եւ ասաց. այս ինչ եմ լսում քո մասին, տուր քո տնտեսության հաշիվը, որովհետեւ այլևս տնտես լինել չես կարող։ Տնտեսն իր մտքում ասաց. ինչ պետք է անեմ, քանի որ իմ Տերը տնտեսությունս ինձնից վերցնում էր։ Հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի երբ տնտեսությունս հեռացնեն ինձնից, ընդունեն ինձ իրենց տները, եւ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով, առաջինին ասում է. իմ տիրոջն ինչքան պարտքում ես, եւ սա ասում է 100 տակառիկ ձեթ, եւ տնտեսը նրան ասում է. առ քո մուրհակը եւ նստիր ու անմիջապես գրիր 50, ապա դարձյալ մյուսին ասում է. դու ինչքան պարտքում ես, եւ սա ասաց 500 բարձորեն, տնտեսը նրան ասաց. առ քո մուրհակը եւ նստիր ու գրիր 400, եւ Տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետեւ հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ։ Եվ ես ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։ Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է։ Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ով կվստահի ճշմարիտը, եւ եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ով կտա ձեզ։ Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող, որովհետև եթե մեկին ատի, մյուսին կսիրի, կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարի, չեք կարող եւ Աստծուն ծառայել եւ մամոնային։ Ամեն։